Ինչպես տեղեկացնում են Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից, երեկ երեկոյան ժամը 6-ի սահմաններում պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված Շանթ հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը։ Նա տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, ցուցաբերվել է առաջին վիրաբուժական օգնություն։ Ինչպես Ազատության հետ զրույցում փոխանցեց Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, մեքենայի վրա կրակել են խոշոր տրամաչափի դիպուկահար զենքով։ Ինչպես է դեպքը տեղի ունեցել, որտեղ է եղել։ Դեպքը տեղի ունեցել այսինքն այսպես ասած սահմանների խորքում, որ միանշանակ երբ որ ադրբեջանական կողմը ինչ որ օբյեկտ կամ մարդ է տեսնում, նշանակի եւ հրետակոծության եւ գնդակոծության է ենթարկվում։ Սահմանին մոտ է եղել, թե բնակավայրում է տեղի ունեցել։ Չէ, սահմանի մոտ է եղել։ Սահմանի մոտ է այն ճանապարհով, որ ճանապարհով մենք ամենօրյա մեր այսպես ասած ճանապարհն օգտագործում ենք մարտական հերթապահությունը իրականացնելու համար։ Որ ճանապարհն է դա, որտեղ է ռմբակոծվել։ Ռմբակոծվել է հյուսիսային սահմաններին։ Իսկ հնարավոր չի խուսափել այդ ճանապարհով երթևեկելուց նման ռմբակոծություններից։ Հիմա դուք գիտեք, այսօր տեխնիկան այնպես է զարգացել, Երևանի փողոցներում էլ մանգան բոլորում է տեսնում են։ Իսկ ինչով են ռմբակոծել։ Մեքենայի վրա կրակել են խոշոր տրամաչափի դիպուկահար զենքով։ Նշենք, որ Ստեփանակերտի հոսպիտալից հրաժարվեցին տեղեկացնել, թե ինչ վիճակում է գտնվում վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը, սակայն ինչպես վստահեցրեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Աթոյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Նորմալ վիճակում է, այսօր եմ գնում տեսնեմ ինչպես է, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է եւ առողջությանը որևէ վտանգ նա չունի։ Իսկ ինչն են վիրահատել։ Վիրահատել են վիրավորված տեղը, եթե չեն խաղում ոտքին, բայց նորմալ է եղել ամեն ինչ։ Վտանգ չի սպառնում ամեն դեպքում այդպես լուրջ։ Չէ։ Իսկ ինչպես է դեպքը տեղի ունեցել, հնարավոր չի եղել խուսափել, այսինքն անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Գիտեք ոնց է, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ։ Եվ նրանք գիտեին, որ նրանք լրագրողներ են, որովհետև նկարահանում են։ Դե թիրախավորել են հատուկ իմանալով, որ նրանք լրագրողներ են։ Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, ում հետ մենք գործ ունենք։ Ահաբեկչական հանցագործ պետության եւ ռեժիմի հետ։